Մայք Տայսոնին հիշեցիր, ինքը իր կարիերան վատ ավարտվեց։ Այո։ Որովհետև վերջում սովորեիր, որ մարդը անկախ նայած սիրում ես, չէ՞, նա անպարտելի համբավ ուներ։ Ես նույն բանն է Պարոն Ծառուկյանի հետ ենք խոսած։ Ասպանիցանես լավ պիկին դուզ գա, սանկարծ պարտությունով չի դուզ գա։ Ասես Տայսոնին էլի հիշենք։ Իհարկե դա տենց է, քանի որ ես դամար հենց սկզբից շեշտեցի, ին վերջից մենամարտ արել եմ մի քաշ արդեն ավելի բարձր, երրորդ քաշայինում եւ հաղթել եմ այն բրսկամարտին, որը համարվում էր այդ քաշում ամենամարմինով մեծ ու ֆիզիկապես ուժեղը։ Եվ նա ոչ թե հաղթել եմ աչոկներով, այլ նոկաուտով 5-րդ ռաունդում, որ կայնասեցին բոյը, եթե չկայնասեն մի ռաունդ էլ, դա կլիներ ավելի շատ նոկաուտ, որ իրան կհավաքեն երևի այդտեղից։ Այսինքն դեռ չէ, դու պետք է գտնես այնքան ֆիզիկապես ներում է, եթե իմանամ արդեն ֆիզիկապես ինձ մեկ ուժեղ է, արդեն պետք է հրաժեշտ։ Շատ կարևոր է ճիշտ պահին հեռանալը։ Այո, դա է կարևորը։ Ժամանակակից բռնցքամարտը, որ հիմա նայում ես հեռուստատեսությամբ, շատ դժվար է հասկանալ։ Դա ավելի շատ փող է, ավելի շատ շոու է, ներկայացում է, թե ավելի շատ սպորտ է։ Քո կարծիքով ինչ է դարձել ժամանակակից։ Մարդ որ փող է տալի, նա չի գալի մենակ, նա ուզում է շոու էլ տենա, իհարկե, ներկայացած ճիշտ է։ Շոու տենա, ինչ-որ ստիլ տենա։ Իմ մեջ գտել են այն ստիլը, որ ես շոուի ստիլ եմ անում, որ խոսինակ հակառակորդից ուզում եմ ամեն կերպով ոչ թե մենակ հաղթած լինեմ, նոկաուտ անեմ։ Դրա համար ես այս պահին համարվում եմ շոու թայմի մեջ, Ամերիկայի տելևիզիոնի մեջ, երրորդը պատմության մեջ։ Առաջինը Սիզար Չավեզն է, էլի շատ հին պարսիկ է, որ շատ էլի ճանաչված։ Երկրորդը Էվանդեր Հոլիֆիլդն է, էլի իսպանիկ կռվում է։ Երրորդը ինձ են նշանակել, ինձ են գտել։ Ես երրորդն եմ, որ իրանք շատ աշխարհի տիտղոսն են տվել, շատ մենամարտն են տվել շոու թայմով։ Այսինքն շոու, ուրախություն, այո, դա մայր շոու թայմ են ասում։ Դա մայր դա շոու է, այո, նրանք մենակ շոու չի, որ գնաս ուրախացնես նրանց, իհարկե պետք է նույնպես քուժը ցույց տաս։ Սպորտը չի դժում դրանից։ Չէ, որ հենց շոուն ցույց տալու համար, որ ուզում ես գնաս ցույց տաս ինչքան ես ուժեղ, դրանից չի դժում։ Շոուն նրանից է դժում, որ ուզում են ամեն մեկը մտնեն, թե մի հատ քթին խփելով կամ մի հատ աչոկներ վերնելով մենամարտը հաղթած լինեն։ Այդ դա արդեն ցանցանալի է դառնում։ Իսպանիա իհարկե մենք պրոֆեսիոնալում էլ ունենք այդպիսի բրասկամարտիկներ, որ մի քիչ ավելի շատ չի զարգացնում բրասկամարտը։ Այսինքն դու ավելի շատ մտածում ես դիմացիդ հաղթելու մասին, թե պուբլիկային ուրախացնելու մասին։ Ոչ թե ես մտածում եմ, որ նա նոկաուտով հաղթեն, ես պուբլիկայի մասին չեմ մտածում։ Պուբլիկան եւ տելևիզիան պարտադիր պայման է։ Չէ, պարտադիր չի։ Մարդիկ գոհ պետք է գնան քեզանից։ Այո, չէ, մարդկանց մասին էլ չեմ ես մտածում, ինչու՞ եթե ես սկսես մարդկանց մասին մտածել, դու չես կակու հաճույքդ վարել, դա իմ հաճելի է։ Ես հաճույք եմ վարել, որ գնում եմ հակառակորդից ունեմ նոկաուտ անեմ։ Ու անելու դեպքում դա իմ հաճելի է։ Կարևորը նրան հավաքեն, տուն տանեն, բայց ուրիշ բան հիվանդանոց չտանեն, տենց։ Թե չէ։ Ոնց է վերաբերում, որ շատերը ասում են, որ բոքսը դա դաժան սպորտ է։ Այ բոքսի մեջ ի՞նչն է, ուժ, ծեծ, ցավ, թե կամք, տեխնիկա, հաղթանակ, չգիտեմ։ Ասում եմ գլխին ես պետք է տաս ու վերանգնի, տենց։ Եվ ուժն է, բայց իհարկե չի կարելի մենակ ուժը համատել, քանի որ մենակ ուժով չես կարող հաղթես։ Դա տեխնիկան։ Հաղթելու ամենագլխավոր պայմանը որն է։ Հակառակորդին խփելը, որ հարվածներն այնպես խփես, որ ինքը չտենա։ Ուրիշ տեղ չտա, ոնց որ մի քիչ ավելի շախմատին էլ նման։ Խփես, ոնց որ միտեղով ուզում ես մատ ես ուզում անել, միտեղով հարցակում, բայց մատ ես անում։ Ես այդ ձևի բրասկամարտ եմ տենում, բոքս եմ տենում, իմ ստիլն եմ տենում։ Դու կարծեմ ձախլիկ ես, հա։ Ես միշտ նորմալ եմ, սա խոսում ենք քո sense պահած չէ, այտենց դա դա բնատուր է, հա, դա հեշտ օգնում է քեզ ձախլիկ լինելը։ Դա ինձ ոնց որ դրել են այդ իմ ստիլով, ոնց որ իմ անունը դրել են, unique style։ Ամերիկայում ինձ կոչում են unique style, քանի որ չկա այդպես էլ բրասկամարտիկ յանք չեն տեսել։ Եվ դա ինձ համար լավ է։ Ես դա ինձանով առաջացել, իհարկե փոքրուց ես սկսել եմ Վազգեն Բադալյանի հետ, դա եղել է արդեն մի քիչ այնպես, բայց դուք գալով պրոֆեսիոնալ փոխելու, ավելի շատ բարթել, ֆիզիկապես կոտրել, արդեն դա առաջացել իմ մոտ։ Այսինքն լավ սպորտ բոքսոր լինելու համար պետք է փողոցում շատ կռիվ արածելնես, թե չէ։ Դե իհարկե ես փողոցում եմ այլ փոքր վախտես, տանից չես փախնի։ Ուկրաինայում եմ պարապե, Ռուսաստանում էլ իրաց թիմերի մեջ 94 թվականից եւ դուրս եմ եկել Ռուսաստանի սպորտում եմ եղել Մալաջոժի եւ Ուկրաինայի կպել եմ նրանց առաջնությունների համար, իհարկե կռիվներ շատ են պատահել, բայց փառք Աստծո պրոֆեսիոնալ փոխելուց հետո լավ չի պատահել, որ ոչ մի կռիվ։ Կյանքում ես ուզում եմ հարցնել, կյանքում օգտագործում ես թե չէ։ Ոչ մի անգամ։ Ինչի են ռինգում օգտագործում են, կյանքում օգտագործում։ Ինձ հետաքրքիր է, երբ որ դու պարտվում ես, երբ որ հաղթում ես պարզա, ինչ ես մտածում։ Երբ որ դու պարտվում ես, ո՞նց ես տանում պարտվելը, որովհետև տիտղոսավոր մարդու համար պարտվելը միշտ ուրիշ է, քան ասենք մի բոքսորի համար, որը մի օր պարտվում է, մի օր հաղթում է։
բոքսը նշան բարձրակամարտում դա է շատ տաղանդավոր, ոնց դու կվերադառնաս պարտությունից հետո։ Առաջի պարտությունից հետո ես վերադարձա 8 ամսում, այդ դառա բացարձակ աշխարհի չեմպիոն։ Երկրորդ պարտությունից հետո էլի մյուս մենամարտով ես գոտի հաղթեցի, էլի լավ մենամարտներ արեցի։ Վերջի պարտությունից հետո էլի վերադարձա ուրիշ քաշայինում, ավելի բարձր քաշայինում, հաղթեցի ֆիզիկապես ամենաուժեղին։ Դա տրամադրելուց է քեզ, դու գիտես, որ դա քո սխալն է, որ դու պարտվել ես, ոչ թե դու կոտրվես, ասես ինքը ինձանից ուժեղ էր, պետք է ավելի շատ պարապեմ, որ կարողանամ իրան հաղթեմ։ Եթե տես մտածելակերպ ունես, դու ինձ թվում է ավելի բարձրակամարտին հրաժեշտ տաս։ Քանի որ պետք է դու հավատաս, որ դու քո սխալն էր, որ դու պարտվեցիր, ոչ թե քեզանից ուժեղ էր։ Այսինքն ներես դիմացի, չֆիքսվես, չատես։ Այո, չէ, ես ամեն գնով հետ գամ։ Չկա չատես, լավ էլ ատում եմ, որ բռնեմ կսպանեմ, հարց պրոստը իհարկե, պետք է ավելի շատը պետք է հավատաս, որ դու ուժեղ ես, իրենից չստացես քո բոքսը, ոչ թե հավատաս ու իմանաս, որ դա տենց է, ոչ թե դու քեզ ունես համոզես։ Շատ սպորտաձևեր կա, մարդիկ ասում են, երբ որ մենք մտնում ենք, մենք արդեն գիտենք ոնց կլինի, դու այդ զգացողություն ունես, թե չէ։ Իմ առաջի պարտությունս, որը 2007 թվականին էր, Նոնիդո Դոների Ֆիլիպինցու դեմ, ես այս 4 տարի ես ամեն քաշում մնում եմ միջին ինքը այդ քաշը, որ իր այդ մենամարտեմ, չի մենամարտում հետս, չի ուզում, որովհետև երևի ու սա համար իրան ինքը այս պահին, թե Ֆիլիպիններն ինչքան գիտեմ 100 միլիոնից ավել են, համարվում է ինչ-որ երկրորդ բարձրակամարտիկը իրանց Ֆիլիպիններում, բայց 4 տարի ես իրան եմ սպասում եւ չի ուզում ռևանշ տանել։ Եվ այդ է, քանի որ բայց մի հատ հարց է դեպի Ասում դու իրան ասում ես արի կպնենք ինքը։ Այո, ասում արի կրի, ես պարտությունից հետո մի քաշ բարձացա, դարը հաղթեցի բոլոր գոտիները այդտեղ, ինքը բարձացավ այդ նույն քաշը, որտեղ չէր կամ մյուս քաշը մնար, արդեն պետք է բարձրանար։ Դարձավ այդ նույն քաշը, ասի դի արի մենամարտենք, մի 3 գոտի ունեմ այս պահին, արի կդառնաս բարձրացակ աշխարհի չեմպիոն, դու ինձանից ուժեղ ես։ Հաղթի այս կտամ, եթե հաղթելու դեպքում գանարարն է քեզ կտամ, փողն է կտամ, բայց քո տելքի մենամարտեմ, որ քեզ արդեն հաղթել եմ։ Դե որ հաղթել ես ավելի լավ չի, համ բացարձակ կդառնաս, համ երկու անգամ ավելի շատ փող կստանաս։ Ասել ճիշտ ես, իմ ասածը որն է, որ ես հավատացել եմ ու որ պարտվել եմ, ես նա շատ հեշտ կկրեմ, լավ կկրեմ, մենակ ինձ այդ պահը լինի։ Ես քեզ հարցնում եմ, դու մտնելուց առաջ ռինգ իմանում ես ոնց է վերջանալու, թե չէ։ Չէ, դες ոնց կասեմ ունաս։ Դենց իմանաս ես ինչ մեծ փողեր կրես, ասես 5 ռաունդում նոկաուտ եմ անում, 3-5 ռաունդի վրա։ Իսկ այդ բուկմեկերական բաները ոնց է, դրանք շատ են ազդում։ Ինձ թվում է հենց այդ պարտությունը իմ վերջի հենց այդ էր։ Բուկմեկը հենց այդ էր պարտությունը, որ քանի որ Մեքսիկացիք շատ փող էին դրել, եւ հենց այդ է պատճառ դառավ, որ ռեֆերին նկատողություն չէր տալի, քանի որ նա մոտ 15-20 անգամից նիժը պոյս խփեց, գոտկաթագից ներքև խփեց եւ պետք է իրան դիսկվալիֆիկացիան ինչ արեցին, որը իրանք գիտեին, որ հետո մենք գտանք այն վիդեոները, որ ինքը պարապել էր այդ ամենի վրա, որ ինքը գիտեր, որ այդ պետք է անի։ Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի դպրոց կա թե չէ։ Հայաստանում պրոֆեսիոնալ դպրոց կա, ես նույն դպրոցում պարապել եմ։ Դա Աբուգարյան Հրաչի դպրոցն է Էշմիածինում, նա արդեն սկսեց պրոֆեսիոնալներ պարապեց։ Իհարկե, սպայն երևի մի քիչ անհաջող գնաց, քանի որ բռնցքամարտիկները արդեն դուրս եկան երևի ուշ տեղեն մենամարտում, դրսում Եվրոպայում ինչքան գիտեմ, բայց նա շատ լավ դալիճ ունի, ես էլ պարապել եմ այդտեղ մոտ մի ամիս, Կարեն Աղամալյանի հետ է դալիճում, եւ շատ կուզենամ, որ աճի, քանի որ պրոֆեսիոնալ աճելու դեպքում մեր սեփականները շատ առաջ գնա։ Այս ամեն աշխարհում էլ մենամարտեն եմ գիտեմ, որ սեփականները միշտ պրոֆեսիոնալների սպարինգներ անում եւ ավել են աճում։ Իրանց պետք է որ սպարինգներ անեն, որովհետեւ պրոֆեսիոնալների մեջ արդեն կա, իրանք չեն հոգնում։ Նա գիշորից առաջ գիտի, ասում է, ոնց կարող է պատահի 3 ռաունդ անում հոգնում եմ, սենց է պարապում եմ, նա 12 ռաունդ անում չի հոգնեմ, ուրեմն մի բան խմում է կամ ուտում է կամ դոպինգ անում։ Սենց բան չկա։ Դա հենց կարող է հենց գախմելա, գիտի որ ինքը իրավունք չունի հոգնի, պարապմունքներից ես կարող եմ գնամ 15-20 կիլոմետր վազեմ։ Եվ ամեն երկրորդ օրը այդ երկարության վազեմ։ Դա հենց դրանից է գալիս որ չի հոգնում, չես հոգնում։ Իսկ որ նայում ես քո գրաֆիկը, այդ բոքսը քեզանից խլում է ամեն ինչ ըստ էության։ Քո ժամանակը, քո սնվելու ձևը, օրը հագնվելը չես փոշմանում, որ ամեն ինչ տալիս ես դրան։ Ավելին ասեմ, տղես 4 տարեկան լրացավ, 3, արդեն 3 իր ծնունդը բաց եմ թողել։ Եվ արժի դրան։ Թե ինքն էլ հետո իր հայրիկով կհպարտանա, իհարկե, այս բանը բաց եմ թողել, բայց ավարտելուց հետո միշտ իր կողքը կլինեմ, չէ։ Իհարկե արժի։ Ինչ անում եմ, էլ իր համար եմ անում։ Կուզեիր քո հետքերով գնաց։ Երբ իր տեխնիկները արդեն մենամարտել եմ ահագին, եթե ընտրի ամեն ձևով ես իր մեջքին կանած եմ, բայց իհարկե կուզենամ ուրիշ սպորտաձև ընտրի,
բայց որոնցի ամեն ձևով միջև առաջ։ Այս նույն պահին հիմիկ որ շեշտեցի Սիզար Չավեսը, Խուլիո Սիզար Չավեսը իր տղաները լինի բրասկամարտիկ է, արել արդեն 40 քանի մենամարտ, հիմիկ արդեն պիտի փոքր տիտկոսներ կրե, նույնպես հերը իր կողքին միշտ կայնած է։ Շատ հայ երիտասարդներ քո կերպարից ոգևորված գնում են դեպի բռնցքամար։ Ինչ խորհուրդ կտաս, ինչ պետք է անել։ Մենակ գնան ոչ թե մենակ կերպարով, մենակ ոչ թե այտենց մենակ են պահում գնան բռնցքամարտի, եթե սիրեն, հավանեն։ Իզուր չարժե գնան գխեն հարված ուտեն, եթե հավանեն, թող գնան, մենամ կռվեն եւ հասնեն դեմները դնեն մի հատ նպատակ ու հասնեն նպատակին։ Ես կասեմ, որ ամեն մարզիկ էլ զբաղվում է այն սպորտով, ինչ ինքը սիրում է։ Ես շատ եմ սիրել բռնցքամարտը եւ հենց դա հասել եմ այս բարձունքների։ Սիրեի ուրիշ սպորտաձև նույն ձևի ինձ թվում է անպայման կհասնեի, քանի որ այդ բանը իմ մեջ կա, որ անպայման ուզում եմ այդ պահում առաջինը լինեմ, ասա բոլորին անցած լինեմ։ Այ հետաքրքիր հաջողության բանն ի՞նչն է, դա քո աշխատասիրությունն է, թե դու ներքին տաղանդ ունես, թե բախտ ունես, ճակատագիր, այ ո՞րն է քո հաջողության։ Երևի տաղանդն է կա, քանի որ ֆիզիկապես ինչքան էլ պարապես գնաս, եթե ծնոտից 5 անգամ նույն տեղ խփեն, ով էլ նեսում է երկաթելես կոտրվես։ Դա տեխնիկաներ է անպայման, որ չթողես այդ տոշկին խփեն, քանի որ նույն բանը որ տեղը խփեն, ինչքան ուզում ալի, ուշ թե շուտ գցես ջուրն է որ կաթում մի տոշկի վրա, էլի ծակ անեմ, չէ։ Դա այնց որ տաղանդն է իհարկե եւ պարապմունքները, չի կարելի ասել, թե այս տաղանդ ունեմ պարապմունքների չի, Օրը քանի ժամ ես պարապմունքում նորմալ ռեժիմով։ Որ արդեն մտնում եմ պիկի մեջ այն պարապմունքներից, մոտ 5-6 շաբաթ արդեն պարապմունք են պիկի մեջ, օրը ես մոտ 5-6 ժամ պարապում եմ։ Որ 5-6 ժամ։ Այո, 6 օր շաբաթական։ Եվ գցում եմ մոտ 10 կիլո։ Ինչքան ժամանակում։ Քաշքսելը սկսում եմ վերջին 5 շաբաթվա մեջ։ Դաժան է։ Հեշտ չի։ Այդտենց ինչքան կձգես։ Որտեղ օրգանիզմը արդեն շուտվանց եմ 15 տարեկանից ես քաշ եմ գցում։ Բարդա, սելեստատորներ ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Վիկ Դարշյանի հետ, որը սեպտեմբերի 3-ին Հայաստանում պաշտպանելու է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, մեծ էլի վերադառնանք միջոցառումներին, տոմսերը վաճառվում են արդեն, թե ոնց է։ Վաճառքի մեջ կմտնեն ինչքան գիտեմ ես 2 օրը։ Երկու կմտնեն։ Այո, քանի կա որ կլինեն գովազդներ, հեռարձակում եւ այլն։ Այո, Tata Production-ը այդ տոմսերով է զբաղվում, Գոքոլը, բայց իրանք ունեն կոնտրակտ Քերի Շոուի հետ եւ նրանց հետ համատեղ ամեն ինչ անելով տոմսերը արդեն կբարձեն գները, չգիտեմ ոնց է եւ կդնեն վաճառքի։ Քո մենամարտի օրը կա արդեն։ Մենամարտի օրը սեպտեմբերի 3-ին։ Հենց սեպտեմբերի 3-ին, բացումը սեպտեմբերի 3-ին է։ Սեպտեմբերի 3-ին մենամարտն է, այո։ Մենամարտն է։ Դե մաղթենք քեզ հաջողություն Վիկ։ Շնորհակալություն։ Չգիտեմ, ել ինչ մաղթեմ։ Դու ամեն ինչ ունես, եւ դրոշներ, եւ տիտղոսներ, եւ փառք, եւ շատ գոտիներ, 3 հատ է գոտի։ Մնաց 3 հատ աշխին նոր ռեկորդ սահմանես։ Այո, այդ չէ իհարկե դե ռեկորդ էս քաշաներում ունեմ, ինձանից միջև էս քաշաները ինձանից էլ 5 քաշ բարձր, ոչ մեկը լավ հատ գոտի չունեցե։ Ես արդեն ռեկորդներ շատ եմ սահմանել, բայց հիմա ուզում աշխարհի ռեկորդ սահմանեմ, որ ոչ մեկը չունեցե սա պատմության մեջ։ Հասկանալի է։ Այսպես համեստորեն սելերստատորներ ավարտում ենք համեստորեն մեր եթերը, Վիկին մաղթենք հաղթանակ եւ շնորհակալություն, որ նման մեծ սպորտային միջոցառում տալու տեսնելու հնարավորություն ա տվել։ Վիկ, իսկ դու ընդհանրապես հետևում ես Հայաստանում ինչա կատարվում, ինչ չի կատարվում։ Ինչի համար։ Քաղաքականություն եւ այլն, միտինգ, ընդդիմություն։ Քաղաքականություն ես գիտեգակ չեմ, ես ժողովրդի մարդ եմ, ես քաղաքության մեջ չեմ մտնում, կուզեմ որ սաղ բարի լինեն եւ բարի ապրեն։ Վիկը լավ ասաց, ես ժողովրդի մարդ եմ եւ տեղյակ չեմ էլ ուզում իմանամ ինչա կատարվում։ Իսկ մա լավ, կհանդիպենք վաղը։ Հաղորդման